Առաջին անգամ Խորհրդային Միության փլուզումից հետո ցամաքային ճանապարհով ադրբեջանցիներ են եկել Հայաստան։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել Տավուշի սահմանազատված հատվածով։ Քաղաքասարակության անդամները փետրվարի 13-ից 14-ը կմասնակցեն խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում անցկացվելիք երկկողմ կլոր սեղանին։ Նրանք Հայաստան եկել էին նաև 2025 թվականի հոկտեմբերին, սակայն օդային ճանապարհով։ Քիչ առաջ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը պարզաբանել է, որ բժշկական կենտրոնի տնօրենի սենյակում խուզարկությունները քրեական վարույթի նախաքննության շրջանակներում են։ Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկում են Իզմիրյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի եւ փոխտնօրենի աշխատասենյակները։ Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ վարույթի շրջանակներում է խուզարկությունն իրականացվում։ Բժշկական կենտրոնի խոսնակ Աննա Դեմիրճյանը նշել է, որ հիվանդանոցի բնականոն աշխատանքը շարունակվում է, իսկ պլանային վիրահատությունները, որոնք պետք է կատարեր պրոֆեսոր Արմեն Չարչյանը, կկատարեն այլ մասնագետներ։ Մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ Պարեկապահակային գնդի նախկին հրամանատար Ռուբեն Մելքոնյանին։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանման, մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բռնություն եւ հատուկ միջոցներ են կիրառել ազատության հրապարակում նստացույց իրականացնող խաղաղ ցուցարարների դեմ։ Մեղադրանքն առաջադրվել է այդ ժամանակահատվածում ոստիկանության բարձր պաշտոն զբաղեցրած եւ հրամանատարական կազմում ներգրաված անձանց նկատմամբ։ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Ռոբերտ Մելքոնյանը եղել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային գնդի հրամանատար, իսկ Վալերի Օսիպյանը նրա տեղակալ։ Слава, я знаю, что ты в отпуске, но... Где полыхнул на этот раз? Հայազգի լրագրող հեռուստատեսային նախագծերի հեղինակ Վիկտոր Սողոմոնյանի Վարշավա 21 հեռուստասերիալը հաղթող է ճանաչվել Մոսկվայում։ Մեծ երկրի հերոսները ազգային կինոմրցանակաբաշխության ժամանակ քաղաքական այս դրաման արժանացել է լավագույն սցենար եւ լավագույն գաղափար մրցանակին։ Большая честь получить награду именно в этой номинации среди студентов. Ինձ համար մեծ պատիվ է մրցանակ ստանալ հենց այս անվանակարգում, այսքան նախագծերի շարքում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ժյուրիին իսկապես շատ բարձր պատվի համար։ Մեծ շնորհակալություն Օկո Հարթակին քաղաքական նախագծի նկատմամբ ուշադիր եւ հոգատար վերաբերմունքի համար։ Իսկ սա իսկապես քաղաքական կինո է, որն այսօր շատ քիչ է։ Этот проект состоялся и он продолжается. Спасибо большое. This is a big one if you're into environment. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին զգուշացրել է շատ ծանր հետևանքների մասին։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հավանաբար հաջորդ ամսվա սկզբին համաձայնագիր կկնքի Իրանի հետ։ Մենք պետք է գործարքը կնքենք, կտեսնենք, կկարողանանք նրանց հետ համաձայնության գալ, թե ոչ։ Եթե չկարողանանք, ստիպված կլինենք անցնել երկրորդ փուլին, ինչը ավելի դժվար եւ ծանր կլինի նրանց համար, շեշտել է Թրամփը։ We had a very good meeting yesterday with Bibi Netanyahu. Strong with us, very cooperative with the United States. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պլանավորում է Հունգարիայի եւ Սլովակիայի իշխանությունների հետ քննարկել ռուսական էներգակիրների ներմուծման դադարեցման հարցը։ Մենք կխոսենք նրանց հետ այն մասին, թե ինչպես պետք է տեղի ունենա գործընթացը, ասել է նա, շեշտելով, որ չի մանրամասնի, թե ինչ կխոսեն այդ հանդիպումների ընթացքում, բայց ամենից առաջ դրանք երկրներ են, որոնք շատ ուժեղ կապեր ունեն մեզ հետ եւ ակտիվորեն համագործակցում են Միացյալ Նահանգների հետ, շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը։ Հունգարիան եւ Սլովակիան Եվրամիության անդամ միակ երկրներն են, որոնք դեմ են ռուսական էներգակիրների ներմուծման դադարեցմանը եւ դեմ էին քվեարկել այդ նախագծին։ On aura demain un groupe de soutien à l'Ukraine avec les Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի ճիշտ պահին բանակցել Ռուսաստանի հետ։ Մակրոնի խոսքով եվրոպացիները նույնպես ունեն քննարկելու կարևոր հարցեր։ Դրանք վերաբերում են Եվրոպայի ապագային անվտանգությանը եւ բարգավաճմանը։ Նա նշել է, որ Եվրոպան պետք է հիմա պատրաստվի։ Ավելի վաղ Մակրոնն այսպես կոչված տեխնիկական քննարկումներ էր ունեցել Ռուսաստանի հետ։ Ըստ վերլուծաբանների, եվրոպական առաջնորդները մտահոգված են, որ չեն մասնակցում ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ընթացող բանակցություններին։ Նրանք չեն ցանկանում դուրս մնալ խաղաղության գործընթացից։ Merci beaucoup.
Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային շուրջ 443 միլիոն դոլարի նոր ռազմական աջակցություն հատկացնելու մասին։ Այս գործարքի շրջանակում Ֆրանսիան եւս կերաշխավորի լրացուցիչ վարկ ֆրանսիական պաշտպանական արդյունաբերությունից սպառազինություն գնելու նպատակով։ Կիևը ձեռք կբերի մեծ քանակությամբ օդցամաք դասի զինատեսակներ եւ հետախուզական ժամանակակից սարքավորումներ։ Ռազմական օգնությանը զուգահեռ Վաշինգտոնն առաջարկել է հաջորդ շաբաթ Մայամիում կամ Աբու Դաբիում կազմակերպել բանակցությունների նոր փուլ։ Ուկրաինան արդեն հաստատել է իր մասնակցությունը հանդիպմանը, սակայն ռուսական կողմը դեռևս վերջնական պատասխան չի տվել։ Կողմերի միջև հիմնական տարաձայնությունները շարունակում են մնալ տարածքային զիջումներն ու անվտանգության երաշխիքների հարցը։ Եվրամիությունում ոչ բոլորն են դրական տրամադրված Ուկրաինային տրվող մեծ քանակի օգնությամբ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կտրուկ քննադատել է Եվրամիությանը արագացված կարգով անդամակցելու Կիևի պահանջները։ Նա շեշտել է, որ անդամակցության պայմանները սահմանում են բացառապես միության անդամ պետությունները, այլ ոչ թե թեկնածու երկրները։ Պորտուգալիայում տեղացած հորդառատ անձրևներն աղետի պատճառ են դարձել։ Մոնտեգու գետը վարարել է, տարհանվել է մոտ 3000 բնակիչ։ Ամբողջ երկրում տարերքը խլել է ավելի քան 16 մարդու կյանք։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Դադարեցվել է դպրոցների աշխատանքը, փակվել է նաև շուկան։ Երկրի 69 համայնքում հայտարարված է արտակարգ դրություն։ Մեքսիկական երկու նավ բեռնված մարդասիրական օգնությամբ արդեն խարիս են գցել Հավանայի նավահանգստում։ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ սա աջակցության միայն սկիզբն է եւ իր երկիրը շարունակելու է օգնել Կուբային։ Այս մատակարարումը տեղի է ունենում Միացյալ Նահանգների խիստ տնտեսական ճնշումների եւ էներգետիկ շրջափակման պայմաններում։ Վենեսուելայից նավթի ներկրման դադարեցման պատճառով կղզում սկսվել է էներգետիկ ծանր ճգնաժամ, ինչը սպառնում է վերածվել մարդասիրական աղետի։ Սպիտակ տունն ակնկալում է, որ վառելիքի պակասը ի վերջո կբերի Կուբայի գործող կառավարության տապալմանը։ Չնայած Վաշինգտոնի սպառնալիքներին եւ հնարավոր մաքսատուրքերին, Մեքսիկան շարունակում է գործնական քայլերով պաշտպանել Կուբայի ինքնիշխանությունը։ Թուրքիայում տղամարդը ոսկերչական խանութ է թալանել։ Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նա դեպքի վայրից փախուստի դիմել ավանակին նստած։